Քանի ձայն է ձեզ պետք, որովհետեւ դուք անցնեք խորհրդարան, 120, երբ խոսում ենք 120-ի մասին, դրանք արդեն իսկ արձանագրված ձայներն են, որոնք որ երևում են ընտրատեղամասերի արձանագրությունների քաղվածքներում։ Հիմա այդ քաղվածքները ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ որպիսի ճշգրտումները կատարվեն։ Այսինքն սա այն դեպքերն են, երբ մենք ինքներս համադրելով մեր ձեռքի տակ եղած արձանագրությունների քաղվածքները եւ կենտրոնական ընտրական կայքում տեղադրված ցուցակները գտել ենք այդ անճշտությունները եւ այս անճշտությունների ուրեմն ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որպեսզի իրենց նշած այդ 00 փոչնել չեմ հիշում բան է։ Խոսքը վերաբերում է մի քանի տասնյակի, ոչ ավել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Մենք նաև վերահաշվարկներ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում։ Այս քաղվածքները, այո, նաև այդ տեղամասերում մենք վերահաշվարկներ ենք պահանջում այդ եւ մի շարք այլ ընտրատեղամասերում, բայց այս քաղվածքները հնարավորություն են տալիս ճշգրտել, ուրեմն կազմված իրենց ցուցակները եւ դրա արդյունքում լրացնել այդ մի քանի տասնյակի բացը, որը որ հնարավորություն չէր տալիս հաղթահարել 4%-ը։ Էլի անճշտություններ կան, բայց այդ անճշտությունների հետ կապված 77 ձայն միայն 77 մոտեցի։ Օրինակ ընտրատարածքներից մեկում երբ որ այդ արձանագրությունը ուսումնասիրում ես նայում ես բաց է գրված է Բարգավաճ Հայաստանը ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է 1 ձայն։ Հասկանում եք խայտառակության ուղղակի իրավիճակը։ Խայտառակությունը երեք Նիկոլ Փաշինյանի հրահանգով չարվեց, որ ասաց ես բացարձակ մեծամասնություն եմ կազմում, դրա համար երևի կասեցվեց ընտրությունը։ Մենք չենք բացառում այդ տարբերակը, որովհետև ավելի աբսուրդ բան, քան ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում, երբ դեռ նույնիսկ 25%-ը չի ամփոփվել եւ երկրի ղեկավարը իր վրա վերցնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը եւ որոշում է, որ իրենք ինչ ձայներով են արդեն հաղթել, ինչպիսի փառահեղ հաղթանակ են տարել եւ այլն, եւ դրանից հետո հանկարծ առավոտյան հայտնաբերում է, որ իրենք ազգային ժողովում այլևս չեն ունենալու կարևոր որոշումներ կայացնելու համար բավարար ձայներ, դրանից հետո տեղի է ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների, այսպես ասած, կորուստը։ Իհարկե դա դրա հետ կապելու հիմնավոր պատճառներ եւ հիմքեր մենք ունենք։